Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, մի կարճ տեսանյութ, նախկին տեսանյութի հետ կապված որոշ մեկնաբանություններ էր գրվել, որի հստակ պատասխանը նաև տեսա ուղերձով եմ ուզում տալ, խնդրում եմ տեսեք այս տեսանյութը և մնացած որոշումը ինքներդ կկայացնեք։ Ինչ եմ ասում։ Ես ես ոտի տակ կտամ, տո ծապտեպան կպարեքեք, երկեք։ Հաթիկները կտրում ենք, հատ։ Լեսուները կկտրենք։ Հասկացաք բոլորը։ Նստի տեղդ ու լսի ինչ եմ ասում։ Կպարկսնենք ասֆալտին եւ կտանք պատերով բառից բուն իմաստով։ Ով է դուք ընդհանրապես։ Միութենական պետության կողմնակից եք, թե թերքահապատակ շան տղա։ Հələ հանգստացի դու մի հատ Թադևոս Ավետիսյան կամ Ավետիս Թադևոսյան։ Պետք է նույն բանել։ Դրա մերն էլ, հերն էլ, լավն էլ, ընտանիքն էլ։ Հիմա բոլոր այն մարդկանց, ովքեր խոսում էին, մեկնաբանություն էին գրել ու չգիտեմ ինչու իրենց մոտ անհասկանալի էր դարձել իմ բղավելով խոսելը եւ մարդիկ հարց էին հնչեցրել եւ մեկ մարդ չի եղել, մի քանի մարդ, որ ինչի ես բղավում, իրականում ինքս կողմ չեմ այդ ցածր մակարդակի խոսելավոճին, սակայն հանուն հայրենիքի, հանուն պայքարի ժամանակ է լինում, որ պետք է նաև իջնես ամենացածր մակարդակ։ Քաղաքական դաշտում, երբ որ կան մարդիկ, ովքեր որ մտածում են, որ ամենացածր մակարդակում իրանց վժվժալով ու իրանց, չգիտեմ ինչերով իրենք ուժեղ են, ես իրենց ուզում եմ վստահեցնեմ, որ ձայնի դիապազոնը 500,000 անգամ ավելի բարձր կարա լինի, քան Նիկոլից սկսած, այդ իր այդ տակի թուլեկով վերջացրած։ Այդ ձեզ ես վստահեցնում եմ։ Եթե ձեր մտածելակերպով ու հանրության առաջ դուք ձեր վժվժալով առյուծ եք կտրում, ես հիմա այդ կոմենտ գրողներին խորհուրդ եմ տալիս նույն հարցը տան իրանց փաստացի երկրի վարչապետ կոչվածին, որը ստանձնում է վարչապետի պաշտոն։ Ձեր հետ, այո, պետքա գոռալով խոսան։ Ես հասկանում եմ, որ նորմալ գիտակից, տրամաբանող, ընկալող մարդկանց համար դա ինչ-որ միտեղ ընկալելի չի, բայց մենք պետք է հասկանանք, որ նաև գոյություն ունեն դեբիլներ, չգիտեմ քանի տոկոսն են կազմում, բայց գոյություն ունեն, դրանց վրա պետք է գոռաս, նրանք դրան են սովոր, և այդ փոքր տոկոսը, չի այդ փոքր դեբիլ, անբարոյական, պղծված տոկոսը, այս հանրային տիրույթում փորձում իրա այդ կապիկություններով, այդ որ տեսնում եք դուք տեսանյութի մեջ, այս դրել են ուժեղ տղերքի տեղ, բան թատերը կկտրենք, ականջները կկտրենք, կկտրենք, կտրող տղայի գայք առաջնագից կտրեի կարա ժամանակին, թուրքը չգար տաներ Նիկոլիտ կոխեր համապատասխան տեղը, վզից բրնեց տարա վարար, սարկելա ստրուկ, գայք կտրեիք, այսօր էլ քաղաքական դաշտում կզած չապրեիք, կտրող տղեն էդ կլիներ, եկել եք ոստիկաններով շրջապատվել եք, արա լեզուները 6-ը 100-ի վրա ֆռում է, ու տենց էլ ժողովրդի առաջ ուզում եք ձեզ ուտնես դուխով տղերք ներկայացնեք, դուք էդ չեք, ձեր էությունը էդ չի արա, ձեր ապրած կյանքը էդ չի, դուք էդ չեք կարա լինեք, հասկանում եք, դուք իշխանություն լինելով հանդերձ, իշխանության ուժը վերցնելով ձեզ տղու տեղ եք դրի, դուք մտածում եք, թե այդ իշխանության ուժը ձեր ուժն է, այդ իշխանությունից որ զրկվեք, այդ ժամանակ կտենանք հլը դուք, ձեր լեզուն ինչքան երկար է, կտենանք դուք ինչքան կարաք խոսակ վաբշե ժողովրդի հասարակության մեջ, ձեր ապրած կյանքով, ձեր արած գործերով, տեսնենք դուք ով կլնեք այս ժողովրդի մեջ, թողեք այդ աթոռները մի հատ հասկացեք դուք ով եք իրականում։ Եվ այս տեսանյութը հատուկ հասարակության մեջ այն մարդկանց համար, որոնք իրենց զրել են ինտելիգենցիայի վեհ մակարդակին և չեն ուզում իջնել ցածր մակարդակ, բայց այնուամենայնիվ ուզում եմ իրենց հիշեցնել, որ ձեր պատգամավորը լուլուներն են,
ու նստած են ձեր գլխի վերևը, ձեր օրենք գրողները, նրանք են իշքան ուզում եք ձեզ ինտելիգենտի տեղ դրեք, ասեք, որ չեք իշնում իրանց մակարդակի, դուք չեք կարա իշնեք, ձեր կուլտուրան, ձեր գրագիտությունը թույլ չի տա, ես հասկանում եմ իհարկե, բայց այդ գրագետ մարդկանց այսօր անբարոյականները նսեմացնում են առավոտից մինչև երեկո, եւ այդ գրագետ մասան պետք է մտնի պայքարի մեջ, պետք է ցածրացնի, պետք է երեսը պնդացնի, հանուն իրա հայրենիքի եւ հանուն իրա գրագիտության։ Եթե դու անմասն ես մնում պայքարի, կլինի Facebook-ում, կլինի կոմենտում, որտեղ ուզում ա լինի։ Եթե դու ասում ես, վայ, դե ամոթ է, ես ինչ գրեմ, ես ինչ ասեմ։ Դրա համար հղբացած տեսակը իրա աներեսությամբ, իրա պատոշությամբ, իրա անինքնասիրությամբ փորձում է դա դարձնել ուժեղություն եւ փաթաթել քո վզին։ Դու հասկանում ես ու այդտեղ դա ուժ ներկայացնել, թե իբր իրենք ուժեղ են, թե իբր իրենք են ամենակարող։